Ռեգիոն պրեսի եթերում հետ հաշվարկն է բարև ձեզ։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 34-րդ հոդվածը ասում է, որ մարդիկ ունեն առողջության պահպանման իրավունք, նաև որ պետությունը իրականացնում է բնակչության առողջության պահպանման ծրագրեր։ Հիմա գործում է մարդկանց սահմանադրական իրավունքը մեր իրականության մեջ, թե ոչ, պաշտպանված է արդյոք Հայաստանի բնակչությունը առողջապահական համակարգում։ Թեմայի վերաբերյալ կզրուցենք սահմանադրագետ Վահե Գրիգորյանի հետ։ Բարև ձեզ, Վահե։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Ես եմ շնորհակալ, որ այստեղ եք եւ գործում է մարդկանց սահմանադրական իրավունքը մերօրյա իրականության մեջ, մասնավորապես առողջապահության համակարգում։ Հայաստանի Հանրապետությունում իրավունքը այնքան է քաղաքականացվել, հատկապես վերջին 3 տարվա ընթացքում, որ միանշանակ պնդել, թե Հայաստանի Հանրապետությունում ցավոք սրտի եմ սա արձանագրում, գործում է որևիցե իրավունք, մասնագիտական տեսանկյունից եւ որպես առասարակ որպես քաղաքացի ճիշտ չի լինի։ Քանի որ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում առողջապահական համակարգում, շատ հաճախ դուրս են իրավականության եւ սահմանադրականության ձևաչափից, հնարավորությունից եւ ծավալից։ Մասնավորապես առողջապահական համակարգին, եթե անդրադառնանք, ինչ եք նկատում։ Առողջապահական համակարգի հետ կապված ամենաառաջինը, եթե դա կարելի է իրավամբ համարել առողջապահական, երևի կհիշեք 2020 թվականի հունիսի սկզբից ներդրված իրավակարգավորումներ, ընդ որում Պարետի որոշմամբ, երբ որ անձանց իբր առողջապահական նպատակներով, խախտելով դրանց սահմանադրության առնվազն 39-րդ հոդվածով նախատեսված ազատ գործելու իրավունքը քաղաքացիների վրա դրվեց որոշակի իր կրելու պարտադրանք, խոսքը դիմակի մասին է, եւ տուգանք նշանակելու մասին որոշումներ կայացվեցին բազմահազար քաղաքացիների նկատմամբ, եթե չեմ սխալվում, մոտ 2 միլիարդ դրամի ընդհանուր բռնագանձում է կատարվել, եթե ոչ ավելին, միայն դիմակ չկրելու հիմքով։ Սակայն որն էր դրա առողջապահական կոմպոնենտը, այդպես էլ հասարակությունը չիմացավ, չստացավ որևէ գիտական հետազոտություն դրա վերաբերյալ եւ այդպես շարունակ։ Մինչ օրս են ասում, պետք է կրել դիմակ հանրային առողջապահությունը պաշտպանելու համար։ Իրենք ասում են, որ պետք է կրեն դիմակ, ես ինքս ոչ դիմակի կողմնակից եմ կրելու, ոչ էլ չկրելու կողմնակից եմ, ես կողմ եմ իրավականությանը եւ քաղաքացու իրավունքների արդյունավետ պաշտպանությանը։ Երբ իրենք ասում են քաղաքացիները պետք է կրեն դիմակ եւ դա օրինական է, ես վարչական դատարանի հայցադիմում ներկայացնելու միջոցով արդեն 25-26 վճռով եւ սպասվելիք մոտ 100 վճռներով ցույց եմ տալիս, որ այն հակաօրինական է։ Այսինքն դիմակ կրելու պահանջը անօրինական է, որերորդ դիմումն եք բավարարում դատարանում, այդ 10,000 դրամները, որ տուգանքի տեսքով եկել էին քաղաքացիներին։ Թերևս միայն այդ գործերով չեմ զբաղվել, էլի ունեմ շատ գործեր, երբ գործադիրի մարմնի կողմից ընդունված որոշումները վարչական դատարանում անվավեր են ճանաչվել, նաև տուգանքն է վերացվել քաղաքացիների նկատմամբ, բայց երբ խոսքը գնում է առողջապահական համակարգի մասին, առաջին ակնառու դրսևորումը դա դիմակ կրելու ապօրինության վառ ապացույցն է։ Այսօր ինչն է հակասահմանադրական պարտադրանքի պահանջը։ Պարտադրանքի պահանջը պատվաստման հետ կապված եւ ոչ միայն պարտադրանքի պահանջը, այլև համաչափության եւ որոշակիության սկզբունքների կոպիտ խախտումը։ Մենք ունենք իրավիճակ, երբ քաղաքացիներին ստիպում են գնալ պատվաստման առանց հաշվի առնելու նրանց ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, առանց հաշվի առնելու ցուցումներ եւ հակացուցումները, առանց հաշվի առնելու, որ պետք է առնվազն համաչափ հնարավորություն ընձեռվեր քաղաքացուն, այսինքն եթե պատվաստումը անվճար է, ապա կորոնա թեստավորումը նույնպես պետք է լիներ անվճար, ոչ թե փոխհատուցման տարբերակով, ոչ թե մասնակի փոխհատուցման տարբերակով, ոչ թե սուբսիդիայի եղանակով, այլ երկուսն էլ պետք է լինեին անվճար, որովհետեւ ինչպես ես պնդել եմ եւ ես միշտ եմ իմ խոսքերը պնդում, երբեք չեմ հրաժարվում իմ հնչեցրած մտքերից, այդ դեպքում կլիներ առնվազն քիչ խնդիր, քանի որ թե պատվաստանյութը, թե թեստը գնվում են հանրային միջոցներից ձևավորվող պետական բյուջեից։ Եվ չէր կարելի տարբերակված մոտեցում դրսևորել նամանավանդ, որ մենք այլևս չունենք, մինչ այս պահը նաև չունենք որևէ ապացույց դրանցից երկուսի արդյունավետության վերաբերյալ։ Չի կարելի առհասարակ մարդկանց պարտադրել ինչ-որ մի բան։ Եթե քաղաքացին ցանկանում է կամավոր ցանկանում է պատվաստել, ոչ ոք իրավունք չունի նաև այդ քաղաքացուն վիրավորել։ Սա էլ ընդգծեմ, հա, հատուկ, որպեսզի տարընթերցում չլինի։ Չի կարելի տարանջատում դնել։ Խտրական վերաբերմունքի մասին է, որը պետք է բացառել։ Պետք է ուղղակի հարկադրանք չլինի։ Հիմա ԵԽԽՎ-ն, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձև ընդունեց պատվաստման պարտադրանքի դեմ։ Բանաձևում նշված է, որ երկրների ղեկավարները պիտի բացառեն պարտադրանքը եւ խտրական վերաբերմունքը։ Ինչ ունենք մեր
իրականության մեջ Հայաստանի Հանրապետությունում մասնավորապես։ Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ նմանատիպ միջազգային փաստաթուղթ է ընդունվում կամ կոչ է արվում պետության ղեկավարներին, խոսքը գնում է խտրականության արգելքի մասին, ընդ որում խտրականության արգելքը ամրագրված է թե Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, թե Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, եւ հետեւաբար մեզ մոտ սահմանադրությունը եւ ՄԻԵԿ կոնվենցիան հստակ նշում են, որ չի կարելի անձանց նկատմամբ կիրառել խտրականություն պայմանավորված սեռով, ռասայով, կրոնական հատկանիշներով, սոցիալական եւ այլ հատկանիշներով, այդ այլը այնքան մեծ է եւ հենց հատուկ է դրվել այդ բառը այլ տարբերակով, որպեսզի ցանկացած դեպքում չթույլատրվի քաղաքացու նկատմամբ խտրականություն։ Պատկերացնում եք, եթե ձեզ սեռով պայմանավորված, ինձ տարիքով կամ կրկին սեռով պայմանավորված անընդհատ խտրականություն իրականացվի մեր նկատմամբ։ Եվ վերջապես կա բումերանգի էֆեկտ։ Լավ, ես գիտեմ իհարկե, որ շատ-շատերը, ովքեր այսօր պատահաբար զբաղեցնում են պետական պաշտոններ, շատ հեռու են սահմանադրությունից, սահմանադրականությունից, իրավականությունից, իրավական անվտանգությունից, պետականակեպ մտածելակերպից։ Բայց լավ, ուր մնաց տրամաբանությունը, ուր մնաց վախը բումերանգի էֆեկտի։ Ուր մնաց ԵԽԽՎ բանաձևը, եթե մեր իրականության մեջ ոչինչ չի փոխվում։ Վերջերս, եթե չեմ սխալվում, բարձրաստիճան պետական պաշտոն զբաղեցնող անձանցից մեկը ասել էր, որ ԵԽԽՎ-ն կամ որևէ այլ մարմին չեն կարող իրենց ցուցումներ տալ կամ խորհուրդ տալ, ինչպես մեկնաբանել իրավագիտություն, հատկանշական է, որ այդ միտքը հնչեցնող երևույթ, անց որակելը մի փոքր ինձ համար խնդիր գուցե լինի, ինքը այնքան հեռու է իրավագիտությունից, որքան իրավական անվտանգության համակարգային հասկացողությունը հեռու է իրենց ամբողջ իշխող ուժից։ Հիմա պարտադրանք է թե ոչ, Փաշինյանն ասում է մենք չենք պարտադրում, գնացեք թեստավորվեք յուրաքանչյուր 2 շաբաթը մեկ, եթե չեք ուզում պատվաստվել։ Ես կրկին անգամ եմ նշում, եթե թեստավորումը նույնպես լիներ անվճար, խնդիրը բավականին դա չէ լինի պարտադրանք, բայց երբ որ լավ իմանալով Հայաստանում առկա սոցիալական խնդիրները, նվազագույն աշխատավարձի ծիծաղելի չափը, մարդկանց վարկեր ունենալու առանձնահատկությունը, գնաճը, ինֆլյացիան, այդ դեպքում քաղաքացու վրա արհեստական բեռ դնելը թեստի հանձնման միջոցով, լավ իմանալով, որ օրինակ անձը չի ցանկանում ուղղակի գնալ պատվաստվել։ Մենք պարզապես այլ հնարավորություն չենք տեսնում, պայմաններ ենք ստեղծում ուղիղ պատվաստվելու համար, որ մարդը ստիպված գնա դառնում է օքսիմիրոն, այսինքն մի կողմից այն կամավոր է, բայց իրականում նպատակը պարտադիր դարձրելն է, որովհետև այն էլ ձմռան փաստով պայմանավորված շատ շատերի համար ցավալի իրականությունն է Հայաստանում 1000 դրամը շատ բազմահազար քաղաքացիների համար լուրջ ֆինանսական միջոց է հանդիսանում, ուր մնաց 10-ից մինչև 30,000 դրամ ամսական գումար այլ նպատակով ծախսելու, այսինքն թեստավորում իրականացնելու համար։ Եվ վերջապես, եթե ամբողջ նպատակը իրոք առողջապահության պահպանումն է, ապա այն հրամանը, որով դրվում է այդ պարտականություն, ի սկզբանե ենթադրվում է, որ պետք է ուժի մեջ մտնի հոկտեմբերի 1-ին, բայց այն վերջին պահին մեկնաբանությամբ ինչ որ տարօրինակ մեկնաբանության միջոցով ուժի մեջ մտավ հոկտեմբերի 15-ին։ Եթե իրապես նպատակը լիներ առողջապահության պահպանումը եւ համավարակի կանխումը, ապա այն պետք է ուժի մեջ մտնել հոկտեմբերի 1-ից, այսինքն որքան շուտ, այնքան լավ, որպեսզի համավարակը չտարածվի։ Եթե իսկապես հանրային առողջապահությունն է գեր նպատակը, ինչու կան արտոնյալներ, ովքեր հանրային ծառայությունների մասին օրենքով սահմանված է, որ կարող են եւ չպատվաստվել։ Բարձրաստիճան պաշտոնյաների այդ ցանկի մասին է խոսքը։ Ինչու ենք մենք նրանց արտոնել եւ խտրական վերաբերմունք դրսևորում մյուսների, Հայաստանի Հանրապետության բնակչության նկատմամբ։ Նախ այդ մասով ակնհայտ հակասահմանադրական է, դրա մասին խոսելն ավելորդ է, բոլորը հավասար են օրենքի առաջ եւ իրավահավասար, դա ենթադրում է թե իրավահավասարություն, թե պարտականությունների հավասարաչափ առկայություն, իսկ նախագծի մասին խոսելիս եւ առհասարակус գնալով հետ անընդհատ նայելով թե ինչ էր տեղի ունենում վերջին մի քանի տարվա ընթացքում մի միտք ակնհայտ է դարձել, որ բոլոր անասունները հավասար են, բայց որոշ անասունները ավելի հավասար են։ Ցավոք սրտի, սա կարող է ծիծաղելի լինի, բայց Ջորջ Օրուելի այս աշխատությունը Անասնաֆերման հենց քաղաքական նպատակով գրված աշխատություն է, թե սա թե 1984-ը եւ դրա բազմաթիվ հատվածների էկրանիզացիայի մենք ներկա ենք եղել։ 1984-ը օրինակ երբ որ Հանրապետության հրապարակից բռնության եւ իրավունքի խոսք էր հնչեցվում հանրային հեռուստաընկերությանը պատկանող, եթե չեմ սխալվում իհարկե, պետական միջոցներով գնված եւ պետությանը պատկանող հեռուստաէկրաններից։ Հիմա արդեն անասունների իրավահավասարության մասին ենք ասել։ Այսինքն դուրս է գալիս, որ եթե անձը զբաղեցնում է տվյալ խմբում նշված պաշտոններից որևիցե մեկը, ապա կորոնավիրուսը նրան շրջանցելու է։
գալու է եւ կողքով անցնի կամ չի վարակելու մնացածին, իրենք են հենց մեղավորություն առաջացնում, որ մարդիկ սկսում են անլուրջ վերաբերվել համավարակին, որովհետեւ օրենքի նախագիծը կարդալու համար պետք չի լիներ միայն իրավաբան։ Կարդում ես եւ քեզ համար առաջանում է տրամաբանական հարց։ Եթե վիրուսը վարակում է բոլորին եւ պաշտոններից չի վախենում, ապա բոլորը պետք է պատվաստեն, եթե պատվաստումը արդյունավետ է։ Լավ, եթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները կարող են չպատվաստել, ապա ինչու պետք է քաղաքացին պատվաստի։ Վերջապես պետությունը իդեալական պետության պարագայում կամ իդեալականին մոտ կամ պետականամետ կամ ազգային պետության պարագայում առաջնորդի կերպարը հանդիսանում է քաղաքացու օրինակը։ Դա նման է կոտրված պատուհանների, կոտրված ապակիների տեսությանը, ինչ տեսնում են, նա էլ ընդօրինակում են։ Եվ երբ որ քաղաքացին տեսնում է, որ դատախազը կամ падգամավորը կամ նախարարը կարող է չպատվաստվել, ինքը նույնպես հրաժարվելու է պատվաստվելուց։ Այդ դեպքում ինչու են օրենքով արտոնում, սահմանում արտոնություններ բարձրաստիճանային պաշտոնյաներին, ովքեր կարող են եւ չպատվաստվել։ Ամեն ինչ այնքան ակնհայտ է, որ երեք կառավարության նիստին վարչապետը խոսեց դրա մասին, ասելով սրանից հետո չգաք եւ ինձ չասեք, ես ինչ մարդը վախենում է կամ ունի ինչ որ հակացուցումներ պատվաստանյութի հետ կապված, այսինքն բացահայտ մենք նաեւ բարձրաձայնում ենք, որ նման խնդիր կա եւ իրենց ներսում կարող են նաեւ այդ խնդիրները այդպես լուծել, թույլ չտալու պատվաստվել ինչ որ, չգիտեմ, հանրային պաշտոնյայի, այն դեպքում, որ այսպես կոչ հնչեց ձերբակալել եւ կալանավորել այն բժիշկներին, ովքեր կտրամադրեն կեղծված պատվաստվելու մասին օրինակներ, փաստաթղթեր։ Սահմանադրական է այս հայտարարությունը, կալանավորել բժիշկներին։ Նախ կալանքի խափանման միջոցների հարցը բացառապես Հայաստանի Հանրապետության դատարանների որոշելիքն է, երբ խոսքը գնում է կոնկրետ կալանավորումի։ Ձերբակալման դեպքում իրականում վարչապետը չունի այդպիսի լիազորություն, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, ով էլ նա լինի, չունի այդպիսի լիազորություն։ Ուրիշ բան, որ շատերը, ավելի շատերը չէ, կոնկրետ մի անձ իրեն հռչակում է նոր սահմանադրություն, ինքը իրեն շնորհում է նոր լիազորություններ եւ այսպես շարունակ, այստեղ է ողջ խնդիրը կայանում եւ վերջապես եթե կա իրոք անձիկ, ովքեր իրականացնում են հակակորոնավիրուսային քարոզ, ես կարող եմ օրինակ մատնանշել առնվազն երկուսին։ Ես հիշում եմ, որ 2020 թվականի փետրվար ամսին ոմն մի պաշտոնյա ուղիղ եթերներով հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվում էր նրա իրականացված հավաքը եւ նա այնտեղ այդ պաշտոնյան ում անունը այս պահին չեմ մտաբերում, ինչ-ինչ պատճառներով պայմանավորված կամ գուցե ընդհանրապես իստահաճ է նրան հիշել, ինչևէ վերջինս բարձր գոռում էր, որ կորոնավիրուսը վտանգավոր վիրուս չէ եւ այն կարելի է բուժել պինցետով եւ օղիով։ Այդ պաշտոնյան Փաշինյանին նկատի ունեք։ Մենք հիշում ենք նախընտրական քարոզարշավը։ Գուցե նաեւ այն ժամանակ այո, քարոզություններ նաեւ իրականացվում։ Այդ մարդը իրականացրել է հակակորոնավիրուսային քարոզ։ Անլուրջ վերաբերմունք։ Իսկ այսօր ասում եք մարգինալ ուժեր կան, ովքեր խանգարում են COVID-ի դեմ պայքարին։ Ես ցույց տվեցի, ընդ որում փաստ։ Ովքեր են այդ մարգինալ ուժերը։ Ես իրավագետ եմ եւ իրավագիտությանը հարիր է փաստեր։ Միայն պետք է խոսել փաստերով։ Ես ցույց տվեցի մեկ փաստ արդեն։ Ճիշտ է, բոլորս էլ հիշում ենք։ Երկրորդ փաստ, եթե հիշում եմ, եւս մի պաշտոնյա կար, ով հայտարարում էր, որ կորոնավիրուսը կրկին վտանգավոր վիրուս չէ եւ դիմակները չեն պաշտպանում կորոնավիրուսից։ Չեմ հիշում կրկին այդ պաշտոնյային կամ գուցե կրկին ինձ տհաճ է նրան վերհիշելը, բայց այդ անձը, ով առայժմ զբաղեցնում է կրկին բարձրաստիճան պետական պաշտոն, նա նույնպես իրականացրել է հակակորոնավիրուսային քարոզ, ինչը իր հերթին հանգեցրել է ընդդեմ պատվաստման քարոզ։ Հիմա որ մարդիկ չեն վստահում ինչից է գալիս ինֆորմացիայի հակասական լինելուց, չհավատալուց, այսինքն այս ամբողջ շղթան երբ տարիների ընթացքում մենք դիտարկում ենք, տեսնում ենք թե որտեղից է եկել մարդկանց անվստահությունը համավարակի դեմ պայքարի ողջ գործընթացին, պատվաստվելու գործընթացին վերջնականապես, այսպես։ Այդ իսկ պատճառով ես առաջարկում եմ ոստիկանությանը եւ իրավապահ մարմիններին ականջալուր լինել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կոչին եւ ձերբակալել իմ կողմից քիչ առաջ նշված անձանց, ովքեր իրենց վարքագծով, իրենց հրապարակային ելույթներով եւ արտահայտություններով հանգեցրել են այնպիսի մի իրավիճակի, երբ քաղաքացիները չեն հավատում կորոնավիրուսի գոյությանը, չեն ցանկանում դիմակ գրել եւ պատվաստել։ Ոչ թե այն քաղաքացիներին, ովքեր հրաժարվում են քավլիցի, նրանք մեղավոր չեն։ Նրանք լսել են իմ կողմից նշված անձանց, ովքեր պնդել են, որ դա վտանգավոր վիրուս չի, որից պաշտպանվել կարելի է պինցետով եւ արաղով։ Գուցե քաղաքացիները այժմ պատվաստման փոխարեն ականջալուր լինելով վերոնշյալ անձի հայտարարություններին տանը բուժվում են պինցետով եւ օղիով։
Հիմա ինչ անեն մարդիկ, ինչ անեն գործատուները, ովքեր վաղը կարող են այսպես տուգանքներ ստանալ նրա համար, որ իրենց աշխատողներից չեն վերցնում այդ փաստաթղթերը կամ չեն պարտադրում, ինչպես եւ իրենք են պարտադրում պատվաստվել։ Գործատուները շատ լավ կանեն, եթե բացեն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, կարդան 39-րդ հոդվածը ազատ գործելու իրավունքը, որտեղ հստակ նշված է, որ ոչ ոք չի կարող կրել այնպիսի պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով, սա երկրորդ նախադասությամբ է նշված, եւ առաջինը, որ քաղաքացիները ազատ են անելու այն, ինչ չի խախտում այլոց իրավունքները եւ չի հակասում Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։ Սա մեկ։ Կարող են կարդալ Հայաստանի Հանրապետության սահմանադրության 78-79-րդ հոդվածներով նշված որոշակիության եւ համաչափության սկզբունքները, որտեղ նկարագրվում է, որ քաղաքացու իրավունքները սահմանափակելիս պետք է պետական վարչարությունը, եթե ընդհանուր բացվածքով նկարագրենք, պետական վարչարությունը պետք է լինի համաչափ, արդյունավետ, հետապնդվող նպատակին։ Նրանք գործատուները պետք է դիմեն վարչական դատարան, ամեն մեկը վիճարկելով իր նկատմամբ կայացված վարչական ակտը տուգանք նշանակելու մասին որոշմամբ, ինչի կազմումը բարդ չի լինելու։ Մեր գործատուները Հայաստանի Հանրապետության պետք է սովորեն վճարել իրենց իրավունքների պաշտպանության համար, եւ եթե չեն ցանկանում անգամ վճարել, ցանկանում վճարեն, բայց արդարություն կհաստատվի, այսինքն դատարանները արդար վճիռներ են կայացնում։ Դուք քիչ առաջ վկայակոչեցիք իմ բոլոր վճիռները։ Եվս մեկ անգամ եմ ուզում փաստենք, որովհետև մտավախություն կա գործատուների շրջանում, չեն ցանկանում մտնել այս գործընթացի մեջ, բայց վախենում են տուգանքներից։ Չպետք է վախենալ տուգանքներից։ Վախի առկայությունից է պետք վախենալ։ Գուցե տարօրինակ թվա ասածս, բայց հենց վախի առկայությունից է պետք վախենալ, երբ գործատուն, ով ընդամենը ցանկանում է տնտեսական գործունեություն իրականացնել, նպաստել պետական եկամուտների բյուջեի ավելացմանը, վերջին պահին պայմանավորված ինչ-ինչ հանգամանքներով դառնում է պետական մահակի զոհը։ Դիտարկվում է որպես տուգանքի մատերիալ, որի դեմ իբր իրենք այդքան պայքարեցին։ Պետք է սովորեն լինել սեփական իրավունքների տեր։ Այդ դեպքում մի քանի հաջող գործերից հետո, հաղթական վճիռներից հետո, պետությունը, ոչ թե պետությունը, թույլ տվեք չասել պետությունը ներկայացնող վարչարություն իրականացնող մարմինները եւ այնտեղ պաշտոններ ժամանակավորապես զբաղեցնող անձիկ վերջապես կհասկանան, որ Հայաստանի Հանրապետությունում առայժմ գոնե մնացել է օրենք։ Շնորհակալություն եւ խոսելով առողջապահական համակարգից նաեւ արդյոք Հայաստանի բնակչությունը առողջապահական համակարգում այսօր պաշտպանված է։ Ծրագրի սկզբում ես նշեցի, որ պետությունը իրականացնում է բնակչության առողջության պահպանման ծրագրեր, մեզ հասնում են ազդակներ, որ պետպատվեր չի գործում այսօր, քանի ամիս է չկա, դրա մասին խոսեց նաև Ավանեսյանը, այո, ավարտվել է։ Մարդիկ ունեն խնդիր, գնում են պոլիկլինիկաներ, անհրաժեշտ է լաբորատոր հետազոտություն կամ բժշկի օգնություն, եւ դա պետպատվերի շրջանակներում իրականացվող հետազոտություն է, բայց քանի որ ավարտվել է 2021-ի պետպատվերը, պետք է սպասել 2022-ին, հերթագրվել, սպասել հերթի, իսկ առողջությունը չի սպասում։ Սա օրինական է։ Ինչ է կատարվում մեր երկրում։ Ես այս առանցությամբ կցանկանամ վկայակոչել Սահմանադրական դատարանի որոշումներից մեկը, ընդ որում մայիսի 14-ի որոշումն է կապված թիմ միացման գործընթացի հետ, այդտեղ շատ հետաքրքիր դրույթ կա որոշման մեջ նշված, մասնավորապես հոդվածը ճանաչվել էր հակասահմանադրական, քանի որ ֆինանսական ռեսուրսների բացակայության պատճառով հրաժարվել էր իրականացնել հանրաքվե։ Հիմա կմտածեք տրամաբանական կապ չկա սրա մեջ, բացատրեմ որն է տրամաբանական կապը։ Ֆինանսական ռեսուրսների բացակայության պատճառով կամ հիմքով չի կարելի խախտել քաղաքացու իրավունքը, որտեղ սահմանադրությունը դա ֆինանսական փաստաթուղթ չէ, դա պետական կառավարման մոդել է, որը երկրորդ գլուխը հստակ սահմանում է քաղաքացու եւ յուրաքանչյուր անձի, ով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, նրա բոլոր հնարավոր իրավունքները, ազատությունները եւ պարտականությունները։ Չի կարելի ֆինանսական հիմքով սահմանափակել քաղաքացիների առողջության պահպանման իրավունքը։ Եվ հենց այստեղ էլ առաջանում է երկրորդ օբյեկտիվ կասկածը։ Լավ, եթե մի կողմից պետությունը ցանկանում է փրկել քաղաքացիներին եւ եթե մի բան հավատանք դրան, եթե անգամ փորձենք հավատալ դրան, ապա ինչու մյուս դեպքում եւ քաղաքացիները ունեն ծանր հիվանդություններ, չունեն համապատասխան սոցիալական միջոցներ, որպեսզի փրկվեն, պետությունը նրանց ձեռք մեկնելու փոխարեն մի բան էլ հրում է դեպի մահվան անդունդը։ Այսքանից հետո հավատալ, որ Հայաստանի Հանրապետությունում կա առողջապահական համակարգ եւ նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքի եւ առողջության ապահովությունն ու երաշխավորումն է, կներեք, ես իսկ թույլ տալ չեմ կարող, որովհետեւ վաղուց դադարել եմ հավատալ հեքիաթներին։ Միևնույն ժամանակ կան արտոնյալներ, ովքեր կարող են անձնական բժիշկներ պահել պետական բյուջեի հաշվին, արտոնյալներ, ովքեր ունեն այդ հնարավորությունը գումարներ տալ բժիշկներին, բայց մենք բյուջեի հաշվին ենք պատրաստում նրանց անձնական բժիշկներով, նրանց առողջապահությունը ապահովել, հա։
Որոշ անձանց դեպքում գտնում եմ, որ հոգեբույժի եւ հոգեբանի, բայց main օբյեկտիվ հոգեբույժի եւ հոգեբանի արկայությունը եւ մշտական բժշկի հսկողության տակ գտնվելը խիստ պարտադիր է, որովհետեւ որոշակի process-ներ, որոնք տեղի են ունենում, հարկատուների հաշվին, այն բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր բարձրաստիճան լինելով ունեն համապատասխան ֆինանսական միջոցները օգտանելու իրենց առողջության մասին, իսկ նրանք, ովքեր չունեն այդ միջոցները, ինչպես նախորդ հարցի դեպքում ասացիք, զրկված են պետական օժանդակությունից։ Պաշտոնի բարձրաստիճան լինելը դեռևս չի վկայում անձի հոգեկան եւ բարոյական բարձրաստիճան լինելու մասին։ Վկայում է, որ գրպանում գումար կա։ Վկայում է, որ գրպանում գումար կա։ Հիմա նրանց արտոնում ենք բյուջեի հաշվին, իսկ այն բնակչությանը, ովքեր այսօր ծանր սոցիալական պայմաններում ենք, պետպատվերն ավարտվել է, ասում ենք։ Սպասեք։ Դրանով պայմանավորված մենք հանրային առողջապահություն ենք հոգում։ Բնակչության առողջապահական համակարգն ենք ապահովում։ Քրքրքորյանը ասում էր, որ աշխարհում կան շատ փող ունեցող աղքատներ եւ հարուստներ։ Եթե նրանք ունեն իրենց գրպաններում փող եւ մտածում են, որ պետությունը իրենց հոգա իրենց համար բժիշկների անվճար առկայություն, լավ իմանալով, որ պետպատվերները դադարեցված կամ կասեցված են ֆինանսական ռեսուրսների բացակայության հիմքով, դա վկայում է իրենց շատ փող ունեցող աղքատներ լինելու մասին։ Ուրիշ ոչնչի մասին չի վկայում։ Ես բավականին երկար տարիներ ինձ զբաղվում եմ անձանց իրավական կրթության բարձրացման, բարձրաձայնում եմ նրանց իրավունքներն ու պարտականությունները։ Ես կարող եմ անընդհատ թվարկել, թե ինչ հակաիրավական քայլեր կան, որ մասն է հակասում սահմանադրությանը, տալ մեկնաբանություններ, վերջապես բազմաթիվ ՍԴ դիմումներ եմ ինքս կազմել, օրենքների նախագծերի վրա եմ աշխատել կամ միայնակ եմ կազմել դրանք։ Երկար տարիներ է դրանով եմ զբաղվում, բայց եթե անձը չունի բարոյականություն առհասարակ, նա վիճակի չի հասկանալ իրավական խնդիրը, քանի որ իրավունքը նաև բարոյականության հետ ուղղակի առնչություն ունեցող է, դրա համար կա իրավունքի շեմ, որը անցնելու դեպքում տեղի ունենում իրավախախտում, հանցագործություն, որոնք իրենցից ներկայացնում են որոշակի դեպքերում հակաբարոյական արարք։ Ստացվում է, որ առողջապահությունը արտոնում է ապահովներին, միևնույն ժամանակ հարվածի տակ դնելով Հայաստանի Հանրապետության բնակչությանը, որպես ամփոփում, ինչ պետք է ասել։ Թույլ տվեք մեկ նախադասությամբ ամփոփել, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը ապահովում է ապահովվածների առողջապահության ապահովված լինելու իրավունքը անապահովների հաշվին։ Շնորհակալություն։ Մենք զրուցում ենք սահմանադրագետ Վահե Գրիգորյանի հետ։ Ռեգիոն պրեսի եթերում հետհաշվարկներ։